Հետևորդներ, բարևներ Վայքի Ազատեք գյուղից։ Եկել եմ Ազատեք գյուղ։ Դարեդաշտերը ինձ են կանչում շրջելու, ինչու՞ չէ նաև դեղաբույսեր հավաքելու։ Մենակ եմ եկել, հետևորդներ ջան, մարդ չկա, մենակ եկել եմ։ Մի քանի կիլոմետր այն կողմ գյուղն է եւ ներքևի հատվածում էլ արդեն դե Վայքն է։ Մի հատ այս սառնորակ աղբյուրից որոշեցի ջուր խմել ու իմ զենք զրահը կապել, այս տարածքը ուսումնասիրել։ Իմ կարծիքով այս տարածքում ուրց չի լինի։ Ուրցի սարերը մնացին մի քիչ այն կողմ։ Ինձ ոնց որ թե սխալ տեղ իջեցրեցին։ Ես նայելով այդ տարածքին, տեղաքին, խոտը խլուշին հասկանում եմ, որ այստեղ ուրց չէր աճի։ Հիմա գնանք ուսումնասիրենք։ Դե ես էլ զինված, ահա, գոգնոցս կապեմ։ Մինչև ես գոգնոցս կկապեմ, դուք կարող եք մեկնաբանություններում գրել, թե դուք արդյոք մենակ կհամարձակվեք գալ նման տարածք, նման վայր։ Ես ասեմ, որ համարձակվել եմ, եկել եմ, մնաց որ ուրցը լինի։ Գիտեմ տեղանքից, որ ուրցը չի լինի, եթե չեղավ, ես ոտքով գնալու եմ իմ ուզած սարը, դեպի մի քանի մետր այն կողմ։ Գեղեցիկ վայրեր, հուշարձանն է գյուղի, ահա։ Տեսնենք հիմա այստեղ ինչ կա, հեռվից նկատելի է, որ այստեղ կա դառը մայրամախոտ, փունջ են, որ ասում եք նազ մայրամախոտը դառն է լինում, այո դառն էլ կա, կարող եմ հավաքել, բայց դե ուրց այստեղ չկա, հետևորդներ ջան, հաստատ ուրցս այստեղեր չի աճի, բայց մեկ մի քանի սար ներքև իջնեի 100%, այստեղ չկա, թե ինչի եկա, չէ, այստեղ ընդհանրապես չկա, տեսնեմ կարամ գնամ, թե ոչ, բայց դե ճանապարհի կողքերը ինչ ասես կան, ահա, փոխարենը հազարատերևուկ, մի խոսքով այսօր ինչ խոտաբույս գտնեմ, ահա նոր տաքսի եկավ մեքենա, բարձրանամ այս դիմացի սարը, փորձեմ ուրց հավաքել, ահա գնում եմ, ուրցը այնպես, նայեք այն սարը բաց է, այտենց բաց տեղերում աճում, ստեղ հաստատ չի աճում, նայեցի, պետք է մի քիչ բաց լինի տարածքը, այտենց խոտերի մեջ չի լինում, սխալ տեղ իջացրեցին, տարածքի ժողովուրդ են, գյուղացիներ են, բայց դե տեղը սխալ ասեցին, խաբեցին էլի ինձ, խաբեցին, հետևորդներ, հա տեսեք որտեղ խոտը մի քիչ ցածր է, բաց է, ուրցը կա։ Քշմշ։ Ինչ է լավ հոտոգոլի, ծաղկած ուրցա։
Օհ, այ ուրցի բուրմունք, այ ուրցի հոտ, լրիվ հասունացած ուրց է, ափսոս որ էլ չկա, եթե բաց տեղերը կա, եթե չէ, չէ, իչա է սարից շարունակեմ ճանապարհս, ահա, մեքենայով իչա հետևորդներ ջան, եկա սկզբից իմ տեսած տեղը, որտեղ եւ որ ինձ հարկավոր է, որտեղ որ ինձ պետք է, ահա եւ այսպես ճանապարհով ես պետք է բարձրանամ վերև, ուրցը սիրում է սենց բաց տարածքներում աճել, բաց տարածքներում լինել, այս մասերով հաստատ կլինի հետևորդներ ջան, ինձ լավ տեղ չբերեցին, այս աղալն եմ արդեն կերևա, արդեն երևաց, քաղ եմ դե, դե արդեն որ տեղս փոխեցի, ուրցն լավ է կա, մենակ զգույշ լինեմ, հետևորդներ, փունջ կա, համուրց, համ մայրամախոտ, ինչ խոտ, մայրամախոտը նույնիսկ ծաղկած, ինչ ասես կա այս սարերում, դե Նազո ջան քաղի, հավաքի, որովհետև ժամանակս կարճ է, ինչու ընկերուհիս եկել էր այս գյուղը գործով, ես էլ ինձ թողեցին դաշտերը, ես էլ հավաքեմ գնամ, ահա, այս մասն է կա, ծաղկած է, բայց դե ծաղկած ուրցն էլ իրա տեղը ունի հետևորդներ, ասեմ, որ ամեն տարածքի ուրց ընտիրա, ազադերի ուրցն էլ լավ, շատ լավն է, Ամալիա սպարապ մնա, տանեմ, որ գա օգնի մաքրենք, այս ճանապարհով հետևորդներ ջան, ժամանակին եկել գնացել ենք Կաբախլու, Կաբախլուն էլ են մեր հողամասերից վերև է, եկել գնացել ենք այն կողմ, սա ճանապարհն է, ահա, Սարի Սմբուլը, ամեն երգը երգել ենք, մնում էր Սարի Սմբուլը, բայց դե Սարի Սմբուլը հավաքենք, ինչքան ենք փոքր ժամանակ երազում Սարի Սմբուլի մասին, հետևորդներ, շատ են, որ մեր ծաղկամանում լիներ Սարի Սմբուլ, բոլոր բան խոտաբույսերը, դեղաբույսերը քաղել էի, մնում էր Սարի Սմբուլը, այստեղ ծամոն է կլինի, հետևորդներ, Սարի ծամոն, դե ինձ գիտեք, որ շատ է գրավում ծաղիկ ծաղկունքը, Սարի Սմբուլը, մի քիչ քաղեմ,
Հետո չեք պատկերացնի ինչ հանգիստ է, խաղաղ է։ Մանավանդ որ դու մենակ ես բնության մեջ, բնության գրկում, մենակ ես հետևորդներ ջան, քեզ խանգարող չկա, կանչող չկա, հետևորդներ, ահա։ Եվ ասեմ, խենթ բաներն էլ հենց պահած է ինձ համար, հեսա գիտեմ մեկնաբանություններում կգրեք նազ, հո դու խենթ չես, ես ինչ անեմ, բայց որ ես սիրում եմ, ամեն մի տարածքում էլ յուրահատուկ ծաղիկներ են աճում, հեսա կբերեմ մոտիկից կքաղեմ ու կտեսնեք, հատես ուրցն է հավաքեմ, այ քեզ ուրց, այ քեզ հրաշք ուրց, ուրցը սիրում է բաց տեղեր, ինձ տարան հեսա հլե թոգան, կասեմ, էդ իշ տեղի չացրիք, իբր թե գյուղացի էիք, գյուղին է ծանոթ էիք, ես տարածքներին նայելով, խոտաբույսերի այդ խոտերի կառուցվածքից ելնելով, իմանում եմ տվյալ վայրում, որ բույսը կա, ինչի չկա, իհարկե եթե ցանկացողներ ուզողներ լինեն դառը տեսակի ես կքաղեմ, սմբուլներս դնեմ ստե ու ձեզ մի հատ այս հրաշք խոտաբույսը ծաղիկը ցույց տամ, տեսեք, ինքը հետաքրքիր, ահա, անթառամն է սա, հետևորդներ, ինքը դեռ նոր է բացվում, անթառամը, բայց դե ես քաղելի եմ, անթառամն է էլի, քաղելի եմ տանեմ դնեմ իմ ծաղկամանի մեջ, շուտով անթառամն է կբացվի, լավ լուր, հա, լավ լուր, մեսի դնեմ սմբուլների մոտ, որ հետ գալուց, վերցնեմ այստեղ, թող մնա այստեղ, իսկ հիմա ես ուրցերս քաղեմ, որտեղ էի տեսել փունջ, ես չեմ ուզում նկարահանող սարքից հեռու գնալ, գամ բերեմ ցույց տամ, տեսեք ինչ հրաշք ուրցի փնջեր եմ գտել, դե անթառամի մասին էլ խոսք չկա, այսով է խորովածի ցախը դրել այստեղ, այսով է խորովածի փայտը դրել այստեղ, խորովածի եմ պատրաստվել, ասեցի չէ, որ սենց այս ճանապարհով գնում է մի հատ գեղեցիկ տեղ, որ իմ հողամասից մենք ոտքով պատկերացրեք եկել միացել ենք այդտեղ, այս գյուղից էլ է գնում ու մեր վայքն էլ հենց այդ հողամասի հատվածը սարերի 7 սարի հետև է կարելի ասել, այդպես ասեմ, որ հասկանաք ուր եմ եկել, ահա մենակ, տեսեք, մենակ, ուրախանում եմ ես իմ խենթ գործողությունների վրա, ես ինչ լավ փնջեր կան, հետևորդներ, լավ արեցի, որ եկա, լավ արեցի,
Լավ արեցի, չէ՞ որ եկա այստեղ։ Բայց ֆնջերը դե ուրախ քաղի։ Ամալիաս այսօր պարապ է, հետևորդներ ասում է պարապեմ, դե որ պարապեք ձեր համար գործ եմ բերել, ուրց եմ բերել, ուրց։ Անգետ դուք խելացի հետևորդներ ջան, նայեք որ այստեղ խոտը ցածր է, խոտի տարածքը ցածրացավ, ինչ ուրցի փնջեր կան, տարել են 10 մետրանոց խոտերի մեջ իջեցրեցին, ասում են քաղի, ոնց քաղի Նազոն գիտի որ դե ինչ է լինում, Նազոյին դուք չեք խափի։ Այ սենց, ահա, ամբողջը ուրց է։ Դե Նազով ջան մի հատ մի շնչի սրանց վարսավիրանոց տար, այս ուրցերին, վարսավիրանոց բեր, մազները կտրի, սիրուն ներկի, սիշ փնջեր են, Բարի սմբուլ բեր, աղ չեմ ուզում ես, սիրո մեխակ բեր, սիրո կրակ բեր, շատ հեռուներ չեմ ուզում գնալ, որովհետև կարող է դառնամ անհասկանալի, անհասանելի, ինձ ման չգան։ Ես էլ դառը մայրամախոտն է, կողքը, բայց դե ինձ պետք չի, ում պետք է, ասեք քաղեմ, ասեք հավաքեմ, չեք ասի չեմ հավաքի, բայց դե իմ կարծիքով պետք է դառնել հավաքենք, ինչի չէ որ ուրց քաղելուց հեշտ բան չկա, մաքրելն է դժվար, մաքրել Այ քաղեցի, դե ուրցի քաղելը ինչ է հետևորդներ ջան, կարելի ասել գոգնոցս լցվեց, բայց դե հեսա շուտով կգամ որ գնանք, ես մասերով էլ քաղեմ, մտածում եմ
Արժե գոգնոց փոխել, ուղ փուշը մոտս ծակեց, թե ոչ։ Գոգնոցն էլ հո գոգնոց չի, բարդան է։ Բարդան, հենքան է սխմել, տենց ամբողջը ուրց տարել է։ Բայց դե քաղում եմ հələ։ 10 րոպե ժամանակ ունեմ։ 10 րոպեում էլ խորոտ ուրցերը հնձեմ, որ էթայ։ Էլյուստրանք որտեղ էր, հա վերևի հատվածն է, մեծ փնջեր էի տեսել։ Կլորիկ լղտիկ ենքան է ծակծուկ կա, օծերի ծակերն է։ Ծոնրոցով համել շատ տանեմ, ինչ անեմ, չնայած մաքրել կլինի, կմաքրենք։ Ես էլ է, ամեն խոտա դեղաբույսին էլ սեզոն կա, որ դախացա վերջ, հետևորդներ։ Սմբուլներն է մնացին վերևում, բայց դե ասեք, որ լավ հասցրեցի, չէ, հələ այդքան ոտքով եկա, տեղը ընգա, նայելով տարածքներին, տեղը ճարեցի, լավ արեցի, հասունացած ուրց։ Ինչ անեմ, գոգնոցս փոխեմ, էսի էլ տեղ չկա, փոխեմ մյուս գոգնոցս կապեմ, էսի դնեմ վերևը, էսի լծվեց, պրես են էլ պրես։ Բարձրանամ վերև, սենց, տեսեք ու ինչքան եմ կարող է, պրես է էսի, պրես, ոյ բաստը ինչ լավ փնջեր կան, սրանց է քողեմ, սրանց է փնջեմ, հետևորդներ, սրանց է փնջեմ, ուխ ես ինչ փշեր են է, ինչ փնջեր, Ղրթոց մորթոսները հանում եմ, Բայց դե էսի արդեն փնջեցի, սրա մեջ լցնելու տեղ չկա, սա մեկ, մի հատ էլ գոգնոց ունի, էսա, հաջորդ, շանձեն եմ լսում,
թե շակալի, չգիտեմ։ Հնարավոր է, որ շուն լինի, բնակավայրի մոտ է։ Ես մի երկուսն է փնջեմ, գնանք։ Ահա։ Դաժե բոխի էլ կա այստեղ, հետևորդներ։ Նայեք, բայց դախա, բոխի, բոխի, դախ, բոխի։ Չանեմ, լենք գնանք մի քիչ վերև, արի։ Ահա, և ես էլ իզուր երկրորդ գոգնոցը կապեցի, եկան, ասա Արմինե ջան, մի քիչ սիստեման դանդաղ, եսի, ահա, ես էլ կանդեցի, սենց սիրուն, ասա Արմինե ջան, մի քիչ այդ սիստեման դանդաղ միացներ էլի այդ կաթիլայինը, լավ ստեղից նայեմ հենց գան, մի քիչ է փրչկյան բանման, հենց գան կգամ։ Եվ եկան հետևորդներ, լավ արեցին, եկան։ Ու գնացի։ Բան չի ինձի սխալ տեղի չացրեցիք։ Դու գյուղացի տարածքին ծանոթին սխալ տեղի չացրեցիք։ Ես այս տարածքները ձեզանից լավ գիտեմ։ Ամեն մի կռուգը, աղբյուրը անգիր գիտեմ։ Եվ իչենք։ Եդեր կորսնեք։ Հա։ Երևանն է, ես հա։ ճանապարհն է։ Մեկան ասիել։ Դե ասել եմ, ենքան եմ եկել սենց, գիտեն արդեն վայք ազատեր տանող ճանապարհն է, բոլորաններն ենք իջնում, մեր վարորդն էլ ազատեկցի է, բարևում է բոլորիդ, մյուս անգամ ասես Նազո ջան որ գաս, մի հատ ոչխար կմորթենք։ Շո, պայմանալ։ Չէ Արմինե։ Վերջ։ Կանես ֆիլմ է։
Հետևորդներ ես վերադարձա տուն։ Ճաշ էփելս կիսատ էի թողել, այն որ սոխարածը պետք է պատրաստեի, զանգեցին ու ես գնացի։ Այս ծաղիկները իրենք անթառամն են, դեռ չի բացվել, բայց հեսա մի շաբաթից կծաղկի, կբացվի, հիմա չեմ իմանում, այս սարի սմբուլները, անթառամները դնեմ ջրի մեջ, թե ոչ, դա երկուսն էլ բանա, լինում է, չէ, չոր վիճակում պահել, բայց դե դնեմ ջրի մեջ թող դզվի, գեղեցիկ չորանա, կթափեմ, ծոք կոմոնիս հետ էլ գնում է, ուզում է նոր բացվի անթառամը, գեղեցիկ դիզայն, ամեն մի տեղից մի խոտաբույս, մի բան բերում եմ, սա էլ կարող եմ հենց այնպես դնել ծաղկամանի մեջ, չորանա, բանենք, սա այսպես տանեմ դնեմ ծաղկամանի մեջ, կամ է բերեմ այստեղ դնեմ, սա էլ թող դզվի նոր, գեղեցիկ, ես տեսեք է, այնքան ծաղկաման, մի ծաղկաման ծաղիկել են կողմնը, հե, պետք է ինքիդ շատ հավաքեի, բայց դեղլի, բանա, են որ ասում է սաղի երկը երկել էի, մնացել էր սարի սմբուլը, սիրունա, չէ, սյո, կամ էլ կարամ այսպես սրա մեջ կտրեմ դնեմ, հա, ավելի լավ այս փոքրի մեջ դիզայն տանք, մի քիչ դատար կա, երևում, հետևորդներ ավելի լավ է, այսպես անենք, իմ կարծիքով այսպես ավելի գեղեցիկ է, չէ, նայեք, այսպես ավելի գեղեցիկ է, հետևորդներ ես ցելոֆոնը փռեցի, հեսա հուրցը դատարկեմ, որ մաքրենք, սա այսօրվա մեր գործը, պիտի այսօր, այ տեսեք ինչեր եմ հավաքել, Էտա նա հուրցը, նա, ընտիրա, դքան ուրց, զոնքեմ ես ասի չկա, սուր ես, գելերը կերան ազադերի պավարոտների վրա կեզ, մամ այդ, որ գելը ուտի, գելը տեղում կխատնի, գյա, բա, մամ այդ գել կարա ուտի, փոշման կմնա այդ գելը, բոխի էլ կար է, ու մայրամախոտ, ինչ ասես, ընտիր, հավեսին, բոխին իզուր բերեցի, դախեր, մայրամախոտի ծաղիկներ, ինչ հսամ, կանից ու սարի զանիք ես ման տող եմ, մամ ես եմ էլ փոխ եմ, վսյո, խմն ես, հա, կաղա ամալն է խմի, ջրիկ ճաշ, ոսպոր ճաշ, հա, չես սիրում, սիրում եմ, ոսպով ճաշ էի սարկում, կիսատ մնաց, բայց էլ ես սարք էի, նկարում այդ տղան, դու սարկող էր ճաշը, դու սարք էիր, ֆայմ էիր, մարդու չեն ասում, դի ֆայմի, Աշոտ անթառամն էլ է բացվում, վայ, ինչ անեմ, գամ, շանից է պտի հավաքենք, կայան արի ուրց մաքրի է, արի ես արի, վարդում վեկան արի, ճաշը եփենք, նամ կոպենդի գրակի վրա,
ու պանիր կեր ու բանիրն էլ մեր սեղանից անպակաս է, հետևորդներ։ Թող ջուրը եռա, ես էլ այդ ընթացքում կարտոֆիլը մաքրեմ։ Հետևորդներ, ուրցն եմ մաքրում, շատ լավ ուրց է, հասունացած, ծաղկած, բույրը տեղը, համն ու հոտը տեղը։ Սա էլ Ազադեք գյուղի ուրցն է, Ազադեկի սարերի ուրցն է։ Մաքրեմ, այս սեղանին սենց մի փոքր մնաց, մաքրեմ, սրբեմ, հաց ուտենք, մի հատ տեսնեմ ճաշը եփել է, անջատեմ։ Ահա, եփել է, շատ լավ է եղել, որ համ գարուխով ճաշ են սիրում, համ ոսպով։ Թող մի 2 րոպե մնա, հետևորդներ ջան, սառի, նոր կճաշակենք։ Ու արագ ես փունջն էլ մաքրեմ։ Ուրցի քաղելը, ասում եմ, շատ հեշտ է, մաքրելն է դժվար, որ հատ առ հատ պետք է մաքրես, բացի այդ էլ հետևորդներ ջան, եթե թողում ես արդեն վաղվան, այն չի լինում, դրա համար մի քիչ քաղեցի, եթե վաղը ես չգնամ այդ կարշմի, նորից էլի մի ժամով էլի կբարձրանամ այս տարածքը, էլի ուրց կհավաքեմ, այս անգամ մի քիչ այն կողմ կգնամ, այդ տարածքը մաքրազարդեցի, չեմ ուզում շատ խորանամ, ճանապարհից մի քիչ էր հեռու։ Այս էլ արագ մաքրեմ, մինչև մի 2 րոպե դե ճաշը մնա, դառը մայրամախոտ, կարելի է էլի դառը մայրամախոտ էլ հավաքել, որովհետև մեկ է տեսար մարդկա դառը կարող է ուզել։ Կբերեմ, էդ էլ կբերեմ։ Ուրցերից պրծնենք, որ եսա անթառամը կբացվի, սարի մարզան կլինի, ինչ ասես կա, ինչ ասես հետևորդներ, ղանթափան։ Հետո արդեն կսկսեմ ես չրերը պատրաստել, մասուր, ալոճ, ամեն ինչ հավաքելու եմ, փոխինձ եմ սարքելու, վայրի փոխինձ, ամեն ինչ հետևորդներ, լավաշի տեսականիներ, ինչ ասես։ Այսքանը մնաց, քիչ եմ լցե սեղանին, գոնե վաղը ստացվի գնանք այդ կարշմի, էդ էլ բերեմ, չնայած ես իմ համար բերել եմ, ես իմ տան կարշմը ունեմ, հատուկ գնում եմ տերևների համար, որ համեմունք պատրաստենք մարալոթին, օգտագործում է աղցանների մեջ, կարող եք պատվիրել, օգտագործվում է աղցանների մեջ, մսի վրա, մի խոսքով դրա համար, հետո դե պարզա, որ մենակ տերևները չեմ քաղի, ցողուններն էլ կբերեմ մարինատ կանեմ, կհուսեմ հուսած կծախեմ, մի խոսքով հաջողություն լինի, հեսա կզանգեմ հստակ կորոշենք, տեսնեմ գնում եմ, որ ես իմ դաշտի իրերը դնեմ, վերևեշս կապեմ, հեռու դաշտամ,
հաց, ջուր, մեշոկներ, զենք, զինամթերք, գոգնոց դանակ, մանակներն է էլի, մեկ դանակ հո չես տանում, մի քանի դանակ պետք է վերցնես, շոր, անձրևանոց և իհարկե սեր պետք է վերցնենք, սիրով գնանք, որ չսիրես դաշտը, ամեն ինչ տհաճ կլինի ու վախվխելով։ Ահա, վերցնեմ։